Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մանուկյան, նույնիսկ թիվն եմ դժվարանում մտաբերել, թե յուրաքանչյուր անգամ մենք Ազգային ժողովի նիստերը նայելիս, լսելիս, քանի Ազգային ժողովի նման միջադեպի ենք հանդիպել, քաշքշուկ, հայհոյանք միմյանց նկատմամբ։ Ինչու երկու կողմից էլ падգամավորներ չեք կարողանում հանդուրժել միմյանց հասցեին հնչած քննադատությունները։ Ինչու եք պատասխանում վիրավորանքով, հայհոյանքով։ Եք մի քիչ ավելի խորքային պատասխանը։ Իրականում ձեզ հյուր եմ եկել այսօրվա Ազգային ժողովի հերթական միջադեպից, երբ որ իշխանական падգամավորները հերթական անգամ փորձում են հարձակվել ու ինչ-որ կռիվ հրահրել։ Անկեղծ պետք է ասեմ, ես ունեցել եմ փորձ падգամավորության նաև տարիներ առաջ, եւ անկեղծ ասած դու քեզանից դժվում ես այս մթնոլորտից։ Դու քեզանից դժվում ես, որովհետև իրականում հասկանում ես, որ սա նորմալ չի, բայց նաև հասկանում ես, որ դու գործում ես մի խորհրդարանում, որը ի տարբերություն Հայաստանի անկախության 30 տարիների բոլոր խորհրդարանների լավագույն ինտելեկտուալ 1990 թվականին տրված գերագույն խորհրդից սկսած մենք գործ ունենք աշխարհայացքային լրիվ ուրիշ առճակատման հետ։ Երբ որ հայրենազրկման, ուրացման այս ամբողջ process-ը փորձում են իշխանությունները շարունակաբար արդարացնել ու նորանոր պատճառաբանություններ գտնել։ Բայց նաև մի կարևոր բան եմ ուզում ասել։ Երբեք արդար չեք լինի, եթե նույն նժարի վրա դնեք։ Տվյալ դեպքում ինչ կատարվեց։ Անցնող հարցու պատասխանին վերջին հարցն էր մնացել, ես բռնեցի այն մտքի վրա, որ շատ հանդարտ հարց ու պատասխան, իհարկե սուր քննադատություն էր, իհարկե Քրիստինե Վարդանյան, ես բազմաթիվ կոռուպցիոն օրինակներ էինք վերում, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունից դուրս եկավ։ Դուրս եկավ ու ամենաայլանդակ բառապաշարով սկսեց խոսել, որը երբեք չի եղել Հայաստանի ցանկացած ղեկավարի դեպքում։ Երբեք չի եղել, այսինքն այդ անհավասարակշռությունը, որ ես հասկանում եմ ինչի է։ Երբ որ հատիկ փաստերով դու դնում ես դեմը, որ սա է, կոռուպցիա է, փաստ է, միակ փրփրալու ձևը մնում է այդ իրանց մանկապարտեզի հոգեբանությունը։ Բա դուք ու ամենավերջի համբալից սկսած Ալեն Սիմոնյանը մտավ մեջ դուրս կշպրտեմ եւ բնականաբար դրան համարժեք արձագանք է լինում, որովհետև համարժեք արձագանք չլինելը դիտվում է որպես թուլություն, որպես սեփական փաստարկություն։ Հիմա դուք համարժեքորեն պատասխանում եք էլի վիրավորանքներով։ Դուք մտնում եք այդ միջադեպերի մեջ, հիմա փորձում եք ցույց տալ, որ այն կողմից է տեղի ունենում սադրանքները, նրանք հենց էս վիրավորում, բայց դուք հավասարաչափ այսօրվա միջադեպը վկա է բերելով, ձեր падգամավորներն էլ իրենց թույլ են տվել այնպիսի վիրավորական արտահայտություններ, որոնք Ազգային ժողովում ուղղակի տեղ պիտի չունենային։ Հարգելի Աննա ջան, երբ որ Ազգային ժողովի նախագահան, Ազգային ժողովի նախագահի աթոռի տեղից կարող է իրեն թույլ տալ։ Դեռ Սերոպ անվանված չեմ ասում, որ Քրիստինե Վարդանյան կին էր, դալիճից դու շպրտելու մասին ասում, պետք է մի օր բացատրես, որ ախպեր, այդպես չի, բայց նաև կա մի ուրիշ հանգամանք։ Տեսեք, այնպես չի, որ վախ ունենք ցանկացած հանգուցալուծումից, բայց նաև պետք է ասեմ, որ ամեն անգամ իշխանական падգամավորների փաստարկի բացակայությունը հանգեցնում է մի քանի ակտիվ այդպես падգամավորներ ունեն, նկատելի է, որ ԿՊ-ում էլ կամ բազմաթիվ падգամավորներ փորձում են այդ հանգուցալուծումը, բայց մի քանի падգամավորներ ունեն, որ բայրենու պես փորձում են ինչ-որ շատ ավելի շեֆի աչքի առաջ երևալ։ Հիմա դեռ կարծում եմ Ազգային ժողովի ղեկավարությունը գիտակցել է, որ ՊՊՑ-ով մենակ հարց լուծող չի։ Հիշում եք, չէ՞ որ այնտեղ ցանկացած պահի, երբ որ Ազգային ժողովի ղեկավարության ընդդիմադիրի ելույթ դուրս չէր գալիս, ՊՊՑ-ին ասում էր, եկեք տարեք։ Ինչու եք հունից դուրս գալիս, երբ խոսում են նախկինների թալանացի հետ բերելու մասին։ Նայեք, իրականում դրա մասին չէր, հունից դրանից դուք դրա համար եք հունից դուրս գալիս, հենց խոսում են ապօրինի գույքի բռնագանձման մասին, երբ խոսում են, որ նախկինները թալանել են, կոռուպցիայով են զբաղվել, դուք միանգամից դուրս եք գալիս հունից։ Դուք չէ, նկատի ունեմ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները։ Ես իմ օրինակով ասեմ, 56 տարեկան մարդ, որը 90 թվականի ապրիլի 15-ին երթում է տվյալաշնակցությանը եւ մինչեւ հիմա բոլոր փորձություններով չի ուրացել սեփական գաղափարախոսությունը, սեփական կուսակցությունը,
ամբողջ կյանքում նվիրել է այդ ամեն ինչին, մեկ էլ ելնում է քաղաքացիական պայմանագրի կուսակցության խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ասում է ձեր անցյալը նայեք իմ անցյալը։ Նայում եմ իր անցյալը, մարդը հանրապետականի կոալիցիա եղած, աջակցած հժամի երիտասարդականի ղեկավարն է եղել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, օգտվել է ֆինանսական բարիքներից որպես ուսանող կրթաթոշակ, հետո Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիրներից է, Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանին իրեն քավոր է կնքել, հետո ուրացել է քավորն ու կուսակցությունը ԿՊ-ով դարել է պատգամավոր, ու այսօր մեկ էլ ինձ ասում ձեր անցյալը նայեք եւ դուք դաշնակցական եք, պարոն Մանուկյան, իսկ ինչ են ասում դաշնակցականների մասին։ 7 անգամ քաղաքական գիծ փոխելով վաղն էլ վստահ եմ ուրիշ քաղաքական գիծ է ունենալու եւ իրականում տեսեք ինչ է։ Ես մոտավորապես 50 տարի առաջ եմ գնացել մանկապարտեզ, որտեղ որ ասում են հիմարը դու ես։ Նայեք, իրականում մենք մի վիճակ ունենք։ Մենք բոլորս ուզում ենք, որ մեր երկիրը արդար լինի, մեր երկիրը կոռուպցիա չունենա, մեր երկիրը հավասար լինի, մեր երկրում դատական իշխանությունն անկախ լինի։ Երբ որ դու եւ ամեն տարի ժողովուրդ, ընտրություն, ընդդիմություն ցանկացել այդ բարելավումը, եւ երբ որ հիմա ասում ենք, օրինակ, ասում ենք ինչպես եղավ, որ պատերազմի 3-րդ թե 4-րդ օրը Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որոշում կայացվեց, որ բոլոր քաղաքացիները տեսել են, ծխողները գիտեն սիգարետի վրա, ջուր առնողները տեսել են շշերի վրա ու բազմաթիվ այլ ապրանքների ակցիզը նախ թանկանալու համար մենաշնոր է սահմանվում, պատերազմի ավարտի 4 օր հետո մենաշնորային ընկերություն է ընտրվում, մի ընկերություն, որի սեփականատերը պետ եկամուտների կոմիտեի նախագահի տեղականն է։ Դուք խոսում եք մենաշնորհների մասին մի դեպքով, այն դեպքում, երբ նախորդ իշխանությունների ժամանակ բազմաթիվ մենաշնորհներ կային։ Դուք ասում եք ներողություն, մենք ուզում ենք բոլորս իշխանությունները, ժողովուրդը, հասարակությունը, որ կառուցենք երկիր արդար, առանց կոռուպցիայի, բայց այսօր իրավապահ համակարգը գալիս է տվյալներ, ցուցանիշները բերում կոռուպցիոն ամենամեծ դրսևորումների մասին վկայաբերելով նախորդ իշխանությունների օրոք։ Սուրն է եղել, 7 տարի դատարանն է ձեռքներն եղել, 7 տարի գաղտնալսումն է ձեռքներն եղել, 7 տարի բերանով ենք ասում։ Լևոն Տեր-Պետրոսյանը կառավարել է ընդամենը 8 տարի, 7 տարվա մեջ թողան էին։ Բայց ես նստած եմ այստեղ որպես Գեգամ Մանուկյան, ազգային ժողովում կռիվ եմ տալիս որպես Գեգամ Մանուկյան, այնտեղ Քրիստինե Վարդանյան, Արգիշտի Գևորգյան, Աննա Գրիգորյան, Հերթովա, Թաթևոս Սավեցյան, հերթով կարող եմ անունները ասել։ Բայց այսինքն ամեն անգամ գալիս է, լավ, եթե այդքան վատ է եղել առաջ, ես էլ ասում եմ ախպեր, եթե այդպես վատ է։ Ցուցանիշներն են դրա մասին խոսում։ Քոչարյանի գույքի, ունեցվածքի, եկամուտների մասին մարդու շունչ է կտրվում իջև կարդում է։ Այդքան վատ է։ Պայմանական Հովիկ Աբրամյանը, այսպես ասեմ, իրանք պնդում է, որ թալանել է։ Մանումենտի տունն էլ այդ թալանածն է։ Լավ, ես էլ ասեմ, Նիկոլ, քո իշխանության օրոք այդ տան վրա կալանք է։ Մեկ էլ այդ շրջանում հայտնվում է մեկ ուրիշ բիզնեսմեն, որը դառնում է իշխանությունների սրտի օլիգարխ, այդ ո՞նց է լինում, մեկ օրով կալանքից հանում են տունը, այս օլիգարխը գնում է այդ տունը, հետո շարունակում է խոսել թալանին։ Նայեք, երբ որ մի բան քննադատում ես, դու պետք է այդ քննադատության մեջ արդար լինես։ Ես վերջերս Նիկոլ Փաշինյանին մի ամբողջ թղթապանակ եմ տվել, պատգամավորներ, նախարարներ, պաշտոնյաներ, ոչ թե, այսպես ասեմ, շատ են հիմա սիրում մամուլին քննադատել, ոչ թե ընդդիմադիր մամուլում ասի սայով ինչ որ լուրեր, հետաքննություն, պրոֆեսիոնալ փաստաթղթերով, որոնք աղաղակող է։ Օրինակ ասել եմ Նիկոլ Փաշինյանի դեմքին ազգային ժողովում, Հակոբ Սիմիդյան, բնապահպանության թե շրջակա միջավայր նախարար։ Ոնց է լինում, որ Հակոբ Սիմիդյանը ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի խորհրդականն է կառավարության հետ կապի գծով, մեկ էլ պարզվում է այդ ֆուտբոլի ֆեդերացիան Աբովյանի մարզադաշտի վերանորոգումը տալիս է մի ընկերության, որ ավելի բարձր գին առաջարկ է, եւ մեկ էլ պարզվում է, որ դա Հակոբ Սիմիդյանի ընկերոջ անտարտնտեսության պետի հարևանի ֆիրման է։ Պարոն Մանուկյան, թվերը, որոնք մենք լսում ենք, ինչ է։ Այն նախկին պաշտոնյաների ունեցած գույքի չափերը, դրանք 1-2-ը 10 չեն։ Օրինակ, ո՞նց է հնարավոր մի երկրի ղեկավար ունենա մի անգամից 22 գույք, որը այսօր դատախազությունը ուզում է
վերցնել, որովհետև դա ապօրինի կարող, ենթադրաբար կարող։ Դե գործընթաց է տեղի ունենում։ Թող վերցնեն, բայց հիմա իրավապահ համակարգի ստուգման տակ է դա, չէ։ Թող վերցնեն, բայց դուք արդարացի կլինեք այն դեպքում, երբ ասեք process-ը դանդաղում է, բայց բացատրեք ոնց է հնարավոր մի երկրի նախագահ ունենա այդքան գույք, այդքան ֆինանսական միջոցներ միայն պետական պաշտոնյա լինելով։ Դեռ պետք է ապացուցեն, մենք տեսնում ենք բազմաթիվ նման չապացուցված փաստեր, բազմաթիվ օդի մեջ տարիներով դեմոնիզացիայի խոսել են, գրել են, փողով հոդվածներ պատվիրելով, բայց ասածս հետեւյալն է, երբ որ մեկը խորհրդարանում ելնում ասում է, այ դու կոռուպտված եք, ու մեկ էլ տեսնում ես իր շրջապատի այսօրվա պաշտոնյաները։ Մի պաշտոնյանի անուն ասեք, որ 22 գույք կարող է ունենալ կամ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ։ Մի օր որ չեղան պաշտոնի, ոնց որ հիմա դատական համակարգ, իրավական համակարգը, տեսել եք որևէ գործող պաշտոնյայի, նայեք Անիֆի օրինակը, դրա ամենացայտունն է։ Տեսեք, չեղած տեղից միանգամից քրեական գործ են հարուցում, Անիֆի հետ կապված բրավո էլի լրագրողներին։ Ջրի երես բերեցին պետական բյուջեից տասնյակ միլիոնավոր դոլարներ, որը ստեղծվել է կառավարության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյան, փոխվարչապետ Տիգրան Ավինյան, որը Անիֆի այդ ամբողջ խորհրդի նախագահն է։ Մեկ էլ հատիկ լրատվամիջոցները պարզում են, այս միլիարդը գնացել է կնոջ գործընկերուհու ֆիրմային, այն մեկը մի ընկերոջ ֆիրմայի։ Դե դա թող իրավապահները քննեն, հասկանան, եթե դա կոռուպցիոն սխեմա է եղել, թող իրավապահները քննեն։ Նիկոլ Փաշինյանը ստիպած փաստերի ազդեցության տակ ասում է, այո, խայտարակ բաներ են, ես էլ ասում եմ, բա լավ, եթե այս փաստերը 2 տարի է բացահայտված էր, 2 տարվա մեջ քրեական գործ պետքալիների եւ կար, այդ ո՞նց եղավ, որ մեկին չեք բերել, կանգնացրել արդարադատության առաջ, թե որովհետև յուրային են, թե որովհետև իշխանության մաս են։ Դե պարոն Մանուկյան, եկեք արդարացի լինենք։ Նախորդ 10-ամյակում, 20-ամյակում ձեր, երբ որ կոալիցիոն իշխանություն եք եղել, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մատնացույց արեք մի պաշտոնյայի, գործող պաշտոնյայի, որը կոռուպցիայի մեջ որոշակի մասնակցություն, ենթադրյալ մասնակցություն կարող էր ունենալ եւ իրավապահները կգնային այդ մարդկանց հետևից։ Միայն մի տարբերություն կարելի է մատնանշել նախկին ու ներկա իշխանությունների, առանց ներկա իշխանությունների պաշտպանությունը ստանձնելու։ Այն ժամանակ որևէ մեկը, որ նույնիսկ կոռուպցիայի մեջ էր, դրա մասին գոնե իր պաշտոնավարման ընթացքում որևէ մեկը չէր իմանում։ Իսկ հիմա եթե նույնիսկ նման կոռուպցիոն դրսևորումներ կան, գոնե իրավապահները գնում են այդ անձանց հետևից։ Չեն գնում այդ անձանց հետևից։ Մի ստորադասեք ձեր գործընկերների շատ հետաքննող լրագրողների աշխատանք։ Նաև, որովհետև այդ հետաքննող լրագրողները բոլոր տարիներին էլ աշխատել են, բոլոր տարիներին էլ գրել են, բոլոր տարիներին էլ բացահայտել են, բայց մենք գալիս ենք էլի նույն մանկապարտեզային բանավեճի։ Ես ասում եմ, ուզում եմ, որ հիմա ավելի լավը լինի, բայց չի, շատ ավելի վատ է, հետ որ ասում եմ, շատ ավելի վատ է, ասում եմ, բա առաջ, լավ առաջ, հետո, եթե առաջ վատ էր, հիմա նույնը պետք է լինի, Հիմա իմ համար ինչ տարբերություն ենթադրեք պայմանական առաջ նալոգ էին վերցնում, հիմա Նիկոլ Փաշինյանի կնոջ հիմնադրամը նամակով ասում 10 միլիոն դրամ պետք է տաս, ոչ թե ասում սիրելի գործարար, հանուն բարեգործության, տեսեք, կամովի, ցինիզմ է դա, կամովի պարոն, ասեմ ինչու, բացահայտ, ասեմ ինչու, ցինիզմ է դա, որովհետև երբ որ հրապարակում հայտարարվեց, որ մեր տեղեկություններով Աննա Հակոբյանը վերջերը դիմել է գործարարներին, հաջորդ օրը տեսանյութ հրապարակեց նամակը, ոչ թե գործարար Մանուկյանին դիմում ասում է, խնդրում եմ, բարեգործություն արեք լավ նպատակների համար, այլ ձեզնից ակնկալում եմ ստանալ 10 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ, այսինքն դա էլ ո՞նց է լինում, նորմալ է դա, եւ հաշվետվություն չկա դրա համար։ Ես ուզում եք օրինակ ասեմ, մի հատ օրինակ ասեմ էլի, նոր իմ քայլը հիմնադրամն է, հետաքրքրության համար թե ասի լավ ովքեր են նվիրատուները, եթե բացեք կայքը կտեսնեք, առաջին նվիրատվություն $500,000 անանուն նվիրատու, լավ ասենք մարդը չի ուզում անունը, նպատակով Մեղրու մանկապարտեզի վերանորոգման համար։ Հիմա չգիտեմ ոնց ա եղել, մարդը $500,000 տվել է իմ քայլը հիմնադրամին, Աննա Հակոբյանին, ասել է խնդրում եմ սրանով Մեղրու մանկապարտեզը վերանորոգեք։ Անցնում է 2 տարի, մեկ է գիտեք ինչ է պարզվում։
Իմ քայլը հիմնադրամը դրան հատկացնում է մոտավորապես $270,000, մնացածը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, բայց այդ $500,000-ով, որ այդ բանկապարտեզը պետք է հիմնանորոգվեր, այդ մարդը ամենասկզբից 18 թվին արդեն տված է լինում։ Նորմալ է սա։ Հանցագործություն եք տեսնում դրանում։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք իրավապահները, ինչու միջև հիմա չեք տվել, տայիք։ Լավ։ Մամուլի հրապարակումը հանցագործության մասին հաղորդում է։ Դուք էլ տվեք, որպես պաշտոնյա, դուք էլ տվեք, եթե այդտեղ տեսնում եք։ Լավ, պարոն Մանուկյան, անցնենք այլ հարցի, չկենտրոնանալով շատ սրա վրա։ Իմպիչմենտի գործընթաց պիտի սկսվեր։ Ի վերջո դա գործընթաց է, դա սկսվում է, չի սկսվում, ինչ եք անում ընդդիմադիրները։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք, նախ շեշտել ենք ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու բոլոր հիմքերը ոչ թե հիմա կան, այլ եղել են տարիներ շարունակ։ Ամեն տարի իմպիչմենտի նորանոր հիմքեր են եղել։ Այդ պատճառով ժամանակին Արծիկ Մինասյանը նախաձեռնել է դատախազություն հիմնավոր փաստերով քրեական գործ հարուցելու, մեղադրանք առաջադրելու, կառավարության անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ ենք հանդես եկել։ Բոլոր հիմքերը կան Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու։ Այստեղ կա մի այլ հարց, արդյոք կան բավարար այդ գործիքները, որով կարող ես առաջ գնալ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարել։ Գիտեք, որ չկա։ Ինչպես։ Գիտեք, որ չկա։ Լավ։ Ինչու եք մտել դրա տակ։ Ո՞վ է մտել։ Դուք եք տալիս ձեր ստորագրությունները։ Ո՞վ։ Դուք։ Տվել եք։ Ընդդիմադիրները։ Տվել եք։ Հայտարարեց Հայաստան խմբակցությունը, որ 28 падգամավորի ստորագրությունը կտա, եթե գործընթացը մեկնարկում է։ Այո, եթե այդ հիմքերը լինի, եթե լինի 36 եւ հետագա քայլերի ԿՊ-ից միացող լինի, ամբողջ խնդիրը դա է։ Ամբողջ խնդիրը դա է։ Բայց վարչապետից եկտածու չունեք։ Վախենում եք առաջադրել որևէ մեկին։ Նայեք, երբ որ իմպիչմենտի գործընթաց լինի, դե պիտի առաջադրեք վարչապետին, որ գործընթացը սկսվի։ Նորից էլի բացատրեմ, մենք դրա տակ ձեր բառերով ասած չենք մտել, որովհետև բավարար գործիք դեռ չկա այդ իմպիչմենտի գործընթացը հաջողելու համար։ Երբ որ տեսնենք գործիք կա, վարչապետել կառաջադրենք, ժողովրդին է փողոց կանենք, հարցը կլուծենք։ Մնացածը ով նախաձեռնել է Դե իրենք ասում են ձեր պարտականությունը, դուք պիտի համոզեք քաղաքացիական պայմանագրի падգամավորներին։ Ոչ, հարգելի։ Իրենք ասում են մենք քաղաքացի ենք, մենք որևէ նախաձեռնություն ենք։ Նորից կրկնեմ։ Մեկնարկել ու դիմում ենք ձեզ։ Բոլոր հիմքերը կա Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու, պարզապես դեռ չկա լիարժեք այդ գործիքը, համապատասխան քվեները եւ այլ, երբ լինի վստահ եղեք, որ իմպիչմենտը հաջողելու է։ Պարոն Մանուկյան, մի նոր նախագիծ է շրջանառության մեջ դրվելու, հավանաբար առաջիկայում գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, խոսքը վերաբերում է զորակոչին, առաջարկվում է հետևյալը, որ եթե քաղաքացիությունից հրաժարում տեղի ունենա, որևէ մեկը ցանկություն ունենա, ով զորակոչին պետք է մասնակցեր, մոտ 15 միլիոն դրամ պիտի վճարի դրա համար եւ այդ առաջարկության մեջ կա նաեւ մի դրույթ, որը վերաբերում է զինվորական պարտադիր զինվորական ծառայության տարիքային շեմի բարձրացմանը։ Մենք գիտենք, որ դա մինչեւ 27 տարեկանն է, հիմա առաջարկվում է մինչեւ 37 տարեկանը դարձնել։ Դե նախագիծը դեռ շատ հուբ է։ Նաև ամբողջությամբ ծառայություն պարտադիր ծառայությունից ազատվելու գումար։ Այո, գումարային որոշակի կարճ ժամանակահատվածով ծառայելու դիմաց որոշակի գումար պետբյուջե վճարելու։ Թեև նախագիծը հում է, բայց ամեն դեպքում հասկանանք, կա անհրաժեշտություն նման նախագիծ բերելու եւ եթե կա կամ չկա, հիմնավորումը ոնց եք տեսնում։ Հայկ Սարգսյանի հետ այս տաղավարում բանավիճել ենք իր նախորդ նախաձեռնությանը, որ մեկ ամիս ծառայելու համար որոշակի գումար, 27 տարեկան որ քրեական հետապնդման տակ էին 37 դարձրին, գումարը բարձրացրեցին, այն ժամանակ էլ ասում որ ձեր պատկերացումը սխալ է, որ այնպես չի, որ Սփյուռքում, արտասահմանում, Ռուսաստան կամ Եվրոպայում այն հայ երիտասարդները գնացել են տարբեր պատճառներով մնացել են միլիարդատեր են։ Եվ իրականում 1 տարվա ընթացքում այդ օրենքից օգտվել է ընդամենը 71 հոգի, բայց դες ստանում են բազմաթիվ նամակներ, զանգեր, ծնողների զանգեր, որ տարբեր պատճառներով տղան դուրս է եղել եւ այսօր է չունի ֆինանսական։ Ինչ վերաբերում է այս նախաձեռնությանը, կտրուկ դեմ ենք, որովհետեւ խախտվելու է պարտադիր ծառայության հավասարության սկզբունքը Հայաստանի Հանրապետությունում։ Ոնց։ Որովհետեւ սահմանադրությունը մի քանի հոդվածով սահմանում է հայրենիքի ծառայություն մատուցելը։ Եվ սահմանադրությունը նաեւ արձանագրում է գույքային բավարարման պայմանավորված խտրականության բացառումը։ Այսօր ճիշտն ասած այդ ԿՊ-ի падգամավորները, որ իրար հերթ չտալով ելույթ են ունենում, որ շատ ցանկություն չկա լսել, որտեղ բովանդակություն չկար, ես ազգային ժողովի հենց դահլիճում ուշադիր ուսումնասիրել եմ մի կարևոր փաստաթուղթ այս նախագծի հետ կապված։
Ընդհանրապես շատ նախագծերի կամ գրեթե բոլոր նախագծերի համար ազգային ժողովի աշխատակազմում կա վերլուծական մեծ վարչություն, որ տարիներ առաջ է ձևավորվել փորձագիտական եզրակացություն տալու նախագծերին, որից հետո նոր падգամավորները դա քննարկեն։ Ստվարածավալ ընդ որում փաստաթուղթ էր իրավական, սոցիալական, ֆինանսական, տնտեսական բաժանմունքներով առանձին եզրակացություններ, իրավականով միանգամից տրվում էր, որ սա հակասություն ունի սահմանադրության մի քանի կետերի, տնտեսականով, սոցիալականով եւս տրվում էր բացական կարծիք, ուղղակի մի քիչ մեղմ են գրել, որ արմատապես փոխելու անհրաժեշտություն կա։ Այսինքն փորձագիտական ազգային ժողովի մակարդակով գնահատականը խիստ բացասական է։ Եվ իրականում, տեսեք, արդարացումները, վայ տեսեք քաղաքացին հրաժարվում է բանակ չծառայելու համար, դրա համար եկեք նալոգ դնենք վզրին, որ չկարանա գնա, ենթադրենք այդ փողը որ չունի։ Դուք պատկերացրեք այդ երիտասարդի հոգեվիճակը, որը հետո գնալու է զինված ուժեր։ Այստեղ սայլի եւ ջիու տարբերությունն է։ Մենք այնպեսին պետք է ունենանք բանակը, որ վախը չլինի, որ անհանգստությունը չլինի, որ բանակը հպարտություն լինի, ոչ թե բանակը գտնվի իշխանությունների թիրախում, այլ բանակը իրոք հպարտության առարկա լինի եւ ինչպես խորհրդային տարիներին շատ հայտնի թեվավոր խոսք կար, բանակ չգնացածին աղջիկ չէին տալիս։ Այդ ուղղությամբ է որ անհրաժեշտ է աշխատել։ Այդ իշխանության քարոզած կերպարանափոխման հայեցակարգը, որ շատ հաճախ քննադատում եմ, երբեմն դրա մեջ կան ռացիոնալ հատիկներ, որ ազգային ժողովը ասում ենք մենք սրան կողմ ենք, որտեղ տեսնում ենք, որ լավ բան կա, բայց իրականում այստեղ է որ աշխատանք կա, բայց մենք այս նախագծի հեղինակը պնդում է, որ 20% զորակոչիկ հրաժարվում է քաղաքացիությունից, որ չծառայի, ասում է 50% առողջական խնդիրների պատճառով կամ հենց այդ պատճառաբանությամբ խուսափում եւ մոտավորապես 30-40%-ն է զորակոչվում զորակոչային տարիք ունեցող երիտասարդների։ Հիմա ասում է, եթե այս նախագիծը մենք բերենք, նախ հնարավորությունից կզրկենք քաղաքացիությունից զրկվելու, այսինքն հրաժարվելու քաղաքացիությունից, որովհետեւ դա գումար է ենթադրելու, շատերը ուղղակի չեն գնա այդ գումարը տալու, որպեսզի հրաժարվեն քաղաքացիությունից չծառայելու հիմքով, եւ մյուսն էլ 37 տարեկանն է մինչեւ, որ 27-ը կդարձնեն մինչեւ 37, այսինքն անձը պիտի արդեն մտածի երեխայիս երկրից այսպես չակերտներում փախցնեն, որ 27 տարեկանից հետո վերադառնա, բայց դա կդառնա արդեն մինչև 37 տարեկան եւ գումարած մինչև 47 տարեկան այդ քրեական պատասխանատվությունից էլ չի կարողանա ազատվել։ Ինչն է սրա սոցիալական անարդարությունը։ Մի քանի բաժին կա։ Իրականում շատ լուրջ թեմա է, որը երբ որ ասենք ընդդիմություն օրինակ ոնց է պատկերացնում, ինչ պետք է անի, դրա մեջ է։ Փորձենք համառոտ ժամանակի մեջ տեղավորել։ Շատ լավ։ Տեսեք, այստեղ երիտասարդը քաղաքացիությունից հրաժարվել է, տվել է պայմանական 2.5 միլիոն, թե 15 միլիոն։ 15 միլիոն, հիմա իր հարևանը գնացել է բանակ, գիշերը մարտական հերթապահության, իր հոգեվիճակը էլի, ասում է, այս հարևանիս հերը գողություն արել, կոռուպցիայով ազբաղվել կամ արդար քրտինքով արել, իմ papan չի կարողացել։ Այսինքն պարզ հոգեբանական առումով։ Երկրորդ Հայկ Սարգսյանը, որ ասում է առողջության պայմանավորված, այո, խնդիր է։ Այո, Պաշտպանության հանձնաժողովում փակ նիստերում շատ բաց ենք Պաշտպանության նախարարի հետ խոսել։ Իմիջիայնացեմ, որ մի տարի առաջ առողջության պայմանավորված տարկետումների թիվը կտրուկ պակասեց, բայց սա էլ է գլոբալ խնդիր։ Տեսեք, փորձագետ, զին կոմիսարիատի ծառայողների հետ բարբերաբար շփվում եմ։ Բանակից ազատվող երիտասարդների առողջական երկու մեծ խնդրեմ կա։ Մեկը սրտի իշեմիկ հիվանդություններն են, մեկը կուզիկությունը։ Գիտեք ինչի՞ց է կուզիկությունը։ Բջջային հեռախոսի մեջ մտնելու իշեմիկ հիվանդությունների մեծ մասը դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերը մատերի արանքով նայելու, որովհետև իրականում այդ ֆիզիկական պատրաստվածությունը եւ նաեւ որը սրտի վրա է ազդում, շատ էական է։ Եվ կա եւս մեկ հանգամանք, ուրեմն պետք է այնպես անենք, որ զարտուղի ճանապարհներով, հիմա փաստարկներից մեկը ինչ է, ասում են դե մեկը հարուստ երեխան չծառայ։ Բայց դա հիմնավոր փաստարկ է։ Ոչ։ Հարուստների երեխաների մեծ մասը ուղղակի ազատվել է զինվորական ծառայությունից եւ նախկինում եւ միգուցե հիմա ես չեմ կարող հայտարարություն անել։ Բայց այստեղ իրոք խնդիր կա, եթե ներողություն, եթե սոցիալական արդարության տեսանկյունից ենք դիտարկում, եթե այսպես թե այնպես հարուստներ երեխաները խուսափում են ծառայությունից տարբեր պատճառաբանություններով։ Մեկը գնում է Եվրոպայում սովորելու կամ չգիտեմ, բարձրագույն որևէ ուսումնական հաստատությունում սովորելու աշխարհի լավագույն, մյուսը առողջական խնդիրները պատճառաբանություն բերում, այդպես է խուսափում, մյուսը քաղաքացիությունից է հրաժարվում, խուսափում, որովհետեւ գումար ունեն։
Հիմա եթե նույն քայլերը պիտի արդեն անեն, թող գոնե գումար վճարեն դրա համար, որը կբարձրացնի արդեն զինված ուժերում ծառայողների աշխատավարձի չափը։ Այստեղ գուցե սոցիալական անարդարությունը չունենան խնդիր։ Արտասահմանում սովորել, ով գնաց արտասահման սովորել է ազատվում է։ Կա հատուկ կրթության նախարարությունում, կառավարությունում հստակ կանոնակարգում, կոչվում է Շանհայյան 50, դրա առաջի 25 համալսարաններն են, որտեղ ընդունված է տարեկետում է ստանում։ Երկրորդը նույն Սարգսյան Հայկին ես կառաջարկեմ, բուհ ընդունվելով տարեկետում ստացողների թիվը մեծ է, մինչև 18 թվականը այս իշխանություն գալ է, հիշում եք այդ ժամանակ տարեկետման դեմ պայքարեր, փոխենք համակարգը, տարեկետման իրավունքը խիստ սահմանափակենք, մնացածը գնան բանակ։ Երբ որ խոսում ենք վերջերս էլի մամուլում լուրջ հետաքննություն եղավ, տեսեք 18 թվականից հետո այս իշխանությունը հիմնադրեց ԲԿՄ ֆուտբոլի թիմը, բանակի կենտրոնական մարզական աղաքում։ Տասնյակներով ֆուտբոլիստներ բանակի ծառայությունից ազատվում են։ Եվ վերջապես կանխավարկածը, որ հարուստի տղան մեկա չի ծառայում, խոսում է ուրեմն, որ այն բոլոր պոռոտախոսությունները Հայաստանում կոռուպցիա վերացած է, խոսում են ուրեմն փողով բանակից ազատում են, որը պետք է արմատախիլանի, այո, պետք է ամբողջությամբ πάρվի։ Դեռ առիթ կունենանք իհարկե Սարգսյան Հայկի հետ եւ աշխատանքային կարգով եւ հանձնաժողով եւ հուսամ դեր տաղավարում։ Այո, թեման ուշադրության կենտրոնում ամեն դեպքում կպահենք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանն էր, կհանդիպենք։